հո դու դերասան չես։ Հենց դերասանը չի անում այդպես։ Կրկնօրինակում էիք Քևինի ձայնը, ինչպես հասուն կինը կարողացավ 8-ամյա երեխայի մարմնավորել։ Ես նստեցի ու ասեցի գնանք այսինչ հասցեով, տաքսու վարորդ մի անգամից պատտվեց, ասեց դուք Նարուտոյի ձայնն եք։ Ինձ բարուրի երեխայի ու արդեն հայտնվել եմ թատրոնում։ Ինչ եք սովորել ձեր դերերից։ Անճարից մինչև հանձագործ կա մարդու մեջ։ Պիտի ժամանակին հասկանաս, ճիշտ տեղում ես դու։ Եթե չի, ամոթ չի հեռանալ կեսից։ Իսկ ինչու է հեքիաթը կարևոր մարդու համար։ Զոհողությունների պիտի գնաք։ Հանգստյան օր գուցե դու չունենաս։ Քրոջդ հարսանիքին գուցե ներկա չլինես։ Գիտեք, այսօր դերասանը տրամադրություն չունի, մի քիչ մեղմ ընկալեք իրեն։ Հանդիսատեսը հեշտ չի տալիս իր ծափահարությունները։ Ինչ եք հիշում Սոս Սարգսյանի հետ ձեր զրույցներից։ Ողջույն, ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Ռեարմենիա հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Ռեարմենիայի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանն է։ Տաթև ջան, ողջույն։ Ողջույն Իլիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, քանի որ վերջապես կարողացա հասնել դեպի ձեզ մոտ, ձեր հաղորդման հյուր լինել, որը ինձ համար մեծ պատիվ է եւ այն եզակի հաղորդումներից է, որտեղ ես հաճույքով եկա որ մասնակցություն ունենամ։ Մենք էլ մեծ ողջավորությամբ հյուրընկալել ենք։ Շնորհակալ եմ։ Սկսենք մեր ավանդական հարցով։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Սովորաբար արդեն լինում եմ կամ ձայնագրման ստուդիայում 10:30 կամ ինստիտուտում դասի կամ թատրոնում փորձի։ Այսինքն հաստատ աշխատավայրում եմ այդ ժամին, երբեմն լինում են բացառությամբ օրեր, երբ անկողնուս մեջ եմ եւ քնած, բայց հիմնականում աշխատավայրում եմ լինում այդ ժամին։ Ես ձեզ հետ ծանոթացել եմ առաջին անգամ ձայնի միջոցով։ Դեռ երեխա ժամանակ, գուցե շատերը չգիտեն, գուցե գիտեն եւ եւս մեկ անգամ այսպես կուրախանան, բայց դուք կրկնօրինակում էիք բոլորիս կողմից ամենասիրված ամանորյա ֆիլմի, հա, Քևինի ձայնը։ Տանը մենակ ֆիլմ։ Տանը մենակ ֆիլմում, այո։ Ու միշտ ինձ համար այդ ձայները եղել են մանկության ուղեկից ու վիզուալիզացնել մարդուն, ով է հատկապես երեխայի դերում բան, մեծ տարիքում եղավ, որ այսպես մեծ ուրախությամբ եմ ձեզ հրավիրել, որպես նաև այդ կտորի այդ ջերմությունը իմ մեջ գրող մարդ, ու ուզում եմ հենց դրանից սկսենք, ինչպես եղավ ձեր փորձառությունը այդ ֆիլմում, ինչպես հասուն կինը կարողացավ 8-ամյա երեխայի մարմնավորել իր բոլոր մանկական չարաճճիությունները իդեալական ընդգրկելով իր խոսքում։ Շնորհակալ եմ այսքան ջերմ ներկայացնելու համար ինձ եւ դուք խոսում եք ու զուգահեռ ես էլ հիշողություններով գնացի, դա տարիներ առաջ էր իհարկե արդեն երևի ֆիլմը ձայնավորել ենք գուցե մի 5-6, գուցե 8 տարի առաջ, այսքան վաղուց էր։ Մեծ հաճույքով եմ ես էլ արել, քանի որ ես էլ բացառություն չէի եւ իմ մանկության ֆիլմերից էր նաեւ Տանը մենակը, որ հաճույքով ամեն անգամ նայում էինք։ Հետո երբ իմացա հանրային հեռուստաընկերությունում պիտի կրկնօրինակեինք, իմացա ֆիլմը կրկնօրինակման է դրված, ուրախացա, դե ենթադրեցի, քանի որ երեխայի կերպարները այդ ժամանակ գրեթե բոլորը ես էի ձայնավորում, բայց իմացա, որ որոշել են հենց երեխա ձայնավորի, քանի որ արդեն մի քիչ փոխվել է ամեն ինչ եւ ուզում ենք երեխայի ձայնը հենց երեխա կարդա, հոգուս խորքում մի քիչ տխրել չասեմ, բայց գուցե մտահոգվեցի, բայց դե հասկանալի էր, պետք էր հենց տղա երեխա, հենց 8-ամյա, ինչպես նշեցիք, դե արդեն էլ չգիտեմ ինչպես ընթացավ աշխատանքները, փորձերն արվեց, ձայնավորեցին, ֆիլմը արդեն փաստորեն եթերում մեր գրեթե մի քանի օրից, եւ զանգեց ինձ ռեժիսորը, ձայնագրման ռեժիսորը, ասեց, որ գիտես, մենք ոնց փորձեցինք, երեխային ձայնագրեցինք, բայց շատ
չստացվեց, շատ տանջվեցինք, բայց այն արդյունքը, որ ուզում էինք, չստացվեց, մի խոսքով խնդրում ենք, որ գաս դու ինքդ անես ձայնավորումը, շատ ուրախացա այդ փաստից եւ մեծ հաճույքով արեցի։ Առհասարակ կրկնօրինակումը իմ սիրելի աշխատանքների ցանկում է եւ առհասարակ ես այն աշխատանքը, որը անում եմ, ունեմ ворթեգրած, այսպես մի օրենք ինքս ինձ համար հնարած եւ ворթեգրած, որ այնինչ չեմ սիրում, չեմ անում։ Նույնիսկ եթե դա գայթակղիչ շատ կողմեր ունի, եթե ես չսիրեցի, եթե սիրով պիտի չանեմ, ուրեմն անպայման հրաժարվում եմ նույնիսկ ամենագայթակղիչ ու կարևոր թվացial կարևոր բաներից։ Քանի որ աշխատանքի հաջողության գրավականը ըստ իս դա մեծ սերն է։ Յուրաքանչյուր գործում, եթե սեր ներդրեցիր, արդյունքն էլ սիրով քեզ հետ կգա, եթե ոչ, ոչ։ Ձայնավորումներն անում եմ շատ մեծ սիրով, արդեն 25 տարուց ավել է։ Ես ինքս շատ երիտասարդ 16 տարեկան պատանի էի, պատանյանք էի, այդպես ասեմ։ Կհիշեք առաջին ձայնագրության։ Այո, կհիշեմ ինչպես եղավ։ Իմ մեծ քույրը, հարազատ քույրս Շուշանը Ղազարյան, նույնպես դերասանուհի է Պատանի հանդիսատեսի թատրոնում, եւ ինքն արդեն հանրային հեռուստաընկերությունում աշխատում էր որպես ֆիլմերի, մուլտֆիլմերի ձայնավորող դերասանուհի, այդ օրն ուներ ներկայացում եւ ինչպես էր եղել արդեն ձայնագրված ֆիլմը վավերագրական ֆիլմերի շարք էր, փոքր երեխաներ էին, էլի ինչ որ բանով տեխնիկապես խնդրեմ էր եղել եւ դուրս էր թռել ձայնագրությունը։ Շուշանը ձայնագրության գնալ չէր կարող, ֆիլմը այդ օրը երեկոյան եթերում է, հա, եւ այսպես շատ հապճե պատմություն էր, փրկել էր պետք, Շուշանը դե անհնարինա չեմ կարողա գնաս, բայց ես անփորձ առաջին կուրսի ուսանողուհի եմ, դեռ նոր ընդունվել եմ թատերական ինստիտուտ, շատ վախեցած, անփորձ, ոչինչ չգիտեմ, չեմ տեսել այդ բարձրախոսը ինչպես է լինում, բան, բայց փրկել էր պետք եւ այսպես գնացի, ասացի դե փորձեք, եթե կստացվի, ես էլ վախվորած շատ, այդ էր առաջին իմ քայլը հեռուստաընկերություն եւ մինչ օրս դուրս չեմ եկել այնտեղից, բայց շարունակելով մնալ իբրև ձայնավորող։ Ընթացքում եղել է, որ հեռուստահաղորդավարուհի եմ նաեւ եղել ուրիշ հեռուստաընկերություններում, մի փոքր շատ կարճ ժամանակ սերիալներում եմ մասնակցություն ունեցել, հետո հասկացել եմ, որ իմը չի եւ չեմ ուզում, բայց իբրև ձայնավորող, կրկնօրինակ դերասանուհի մինչեւ հիմա էլ ես տարբեր հեռուստաընկերություններում աշխատում եմ ու մեծ սիրով։ Այդ օրն էր ճակատագրական, քույրիկս կատակով ասում է գնացիր ու իմ ճանապարհը փակեցիր, արդեն քոնը բացվեց։ Ու հիմնականում չնայած նաև գեղարվեստական ֆիլմեր շատ, բայց ավելի այո իմ ձայնը ճանաչելի է իբրև երեխաների ձայնի, տղա երեխաներ, աղջիկ երեխաներ, մինչև 15-16 տարեկան, չնայած արդեն մի քիչ տարիքով ժամանակ նաև կանանց եմ ձայնավորել ու մինչև այսօր էլ սերիալներ, տարբեր տեսակի Netflix-ի սերիալները շատ հայտնի, մեծ հաճույքով իմ սիրելի աշխատանքների, այսինքն իմ սիրելի աշխատանքի մի ճյուղն է համարվում։ Հիշեք ամենասիրելի կերպարները, որոնց ձայնը դուք եք այսպես բերել Հայաստան ձեր ձայնով եք ճանաչել։ Դե ինչպես նշեցիք Քևինը, հա, որ շատ հայտնի էր եւ այո, իմ ձայնով էլ Հայաստանում դարձավ այդպես սիրելի ձայն, որը ուրախացնում է ինձ։ Հիշում եմ նաեւ Կյանքը հրաշալի է ֆիլմը, Ռոբերտո Բենինիի իտալացի ռեժիսոր Օսկարակիր ֆիլմ էր եւ այդ ֆիլմում էլ ես ձայնավորեցի եւ մոր կերպարը եւ երեխայի կերպարը, որ էլի շատ սիրելի ֆիլմ էր։ Հիշում եմ ֆիլմ կար Հարի Փոթեր ֆիլմում, այնտեղ էլ եմ կարևոր ձայնավորումներ ունեցել, դե մուլտֆիլմերը, այն թոփ մուլտֆիլմերի բոլոր կերպարները, գրեթե բոլոր կերպարներում եղել եմ, ինչպես նաև Գեյշայի օրագրերը ֆիլմ կար, այդտեղ էլ շատ հաճելի էր ինձ ձայնավորել, սենց մի քանի ֆիլմեր կան, որ շատ են տպավորվել, բայց այսպես չեմ հիշի, որովհետև անթիվ են, իսկապես հարյուրավոր ֆիլմեր եմ ձայնավորել եւ մուլտֆիլմեր, հիմա այսպես առանձնացնել երևի այդ 1-2-ը, ինչպես նաև Թղթետունը շատ համաշխարհային սերիալ, որը մի պահ շատ մոդա էր, չէ, Հայաստանում բոլորս գանված նայում էինք այդ սերիալը, ինքս էլ նայում էի, հենց նայեցի, վերջացրեցի, մեկ էլ իմացա, որ ֆիլմը եկել է Հայաստան ու մենք պիտի ձայնավորենք։ Ասացի մանայի չէի նայի, ֆիլմը կնայի տեղում, բայց հաճույքով Թղթետունը արեցի, ինչպես նաև դրանից հետո եկավ խաղ ոնց էր կոչվում, վայ սպասի հիշեմ մի հատ այդ սերիալն էլ շատ լավն էր, էլի շատ հայտնի, սենց ինչ խաղը, Իգրավ կալմարը, հա, մի հատ էլ այդպիսի սերիալ կար, էդ էլ ձայնավորեցինք, մի խոսքով այդպես էլի, ամենօրյա իմ աշխատանքն է, դրա համար շատ են, չեմ կարող այսպես առանձնացնել։ Իսկ կպատմեք, ինչ դժվարություններ կան այդ ընթացքում, երբ մի քանի վայրկյանների տարբերությամբ երկու տարբեր կերպարների ձայն եք կրկնօրինակում,
ինչպես նշեցիք, եւ մոր եւ երեխայի, հա, այդ անցումները ինչպես են լինում, ինչ է կատարվում ձեր ներսում։ Գիտեք, իրականում սենց եթե ասեմ ինչ որ օրենք կա, թեորիա կա կամ դրան ինչ որ բան է սովորում, որ այդպես լինի, այդպես չի, երևի այդ պահին ես այդ իրավիճակում ուղղակի պիտի կարողանաս արագ կողմնորոշվես։ Այդ կարողությունը դերասանական շատ օգնում է ձայնավորելիս, որ դու արագ կարողանաս կողմնորոշվել մի կերպարից մյուսը։ Իրականում դու ականջակալներով լսում ես դերասանի ձայնը եւ փորձում ես այդ ձայնի նման ոնց որ լսածը տարտաբերել, էլի, այստեղից լսել, այստեղից դուրս թողնել, բայց կարևոր մի կանոն կա կրկնօրինակման աշխարհում չխանգարել դերասանի խաղին։ Այսինքն դու չես կարող խաղալ իր կերպարը, դու ընդամենը փոխանցողն ես, թարգմանողն ես, թարգմանչությունը ձայնավորողն ես, չխանգարելով խաղին եւ չլինելով լրիվ անտարբեր։ Այս մեջտեղում պիտի գնաս, էլի, որպեսի եւ մի ժամանակ էլ եղավ այնպես, որ հանրային հեռուստաընկերությունը որոշում կար, որ փորձ արվեց ամեն դեպքում, որ ամեն մի դերասանի, աշխարհահռչակ դերասանների մասին է խոսքը, մի ձայնավորի։ Օրինակ Ռուսաստանում էլ այդպես է, չէ՞, Լեոնարդո Դիկապրիոյի մի դերասան կա, որ բոլոր ֆիլմերը իր ձայնով է, եթե Դիկապրիոն խաղում է։ Մեզ մոտ էլ այդ տեսակ փորձ արվեց եւ ես ձայնավորում էի Սկարլետ Յոհանսոնին հիմնականում, ձայնային տեմբրներով նմանեցրել էին մեզ եւ Netflix-ներ հաստատել եւ այդպես այնտեղից էր եղել հաստատումը, բայց կարճ տևեց, ոնց որ այդ մինչև վերջ չգնաց, քանի որ շատ էր եւ դերասաններն էլ շատ էին, այդ կանոնը, օրենքը ոնց որ թե դեռ չպահվեց։ Հետո շատ հանրաճանաչ Նարուտո մուլտֆիլմներ, որ մինչև այսօր մեկ էլ ասում են Նարուտոյի ձայնը դուք եք կարդացել, էդ էլ եմ շատ մեծ այլ Սպունգ Բոբը, Նարուտոն, Վինքսփերիները, այդ աշխարհահռչակ մուլտսերիալներն էլ, որ ձայնավորեցինք եւ էլի մեծ հաջողություն ունեցավ ու սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Ինձ այո, քանի որ ես էկրաններում շատ չեմ երևացել իմ ցանկությամբ, հիմնականում ձայնով են ճանաչել եւ այդ այնքան ինձ համար անսպասելի ու սենց տպավորիչ է, որ մարդը ինչ բացարձակ ունակություն պիտի ունենա, լսողություն, որ ձայնով ճանաչի։ Մի անգամ տաքսու վարորդը ես նստեցի ու ասեցի գնանք այսինչ հասցեով, մի անգամ ինձ պատտվեց, ասես դուք Նարուտոյի ձայնն եք։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ տենց մի երկու բառով, բայց նաև շատ հաճելի, այդ երևի կրկնակի հաճելի է, երբ տեսնում են ու ճանաչում են, հեշտ է ավելի, դե պատկերավոր, պատկերը տեսնել եւ ճանաչել հեշտ է, բայց որ ձայնով են ավելի, այսինքն խորն են ընկալում, ավելի ուզում են քեզ ճանաչել, ավելի ուսումնասիրում են ով ես դու, դրա համար ավելի ուրախացնող է, երբ ձայնով են ճանաչում ու նաեւ երբ թատրոնով են ճանաչում։ Թե չէ սերիալներով եւ ֆիլմերով շատ հեշտ է ճանաչում ձեռք բերելը, բայց իմ խորին համոզմամբ սերիալներում ինչպես արագ ճանաչում է տալիս քեզ հեռուստատեսությունը, շատ արագ, մի գիշերվա մեջ կարող ես արթնանալ բավական ճանաչված մարդ հանրապետությունում, այդ տեսակ արագությամբ էլ երբ որ դու էկրաններին չես, 1-2 շաբաթ անց մոռացվում ես, նույնիսկ եթե դու թոփ բառը չեմ սիրում, բայց թոփ աստղերի շարքում էիր այդ նկարահանման ընթացքում, 1-2 շաբաթ հետո մեկ ուրիշն է դառնում այդ տեղում։ Դրա համար թատրոնի, թատերական արվեստի ճանաչումը շատ ավելի արժեքավոր է, որովհետև ճանապարհը երկար է, ուշ ես գնում այդ ճանաչմանը, բայց նաև ուշ էլ մոռացվում ես։ Իմ կարծիքով։ Ես նախընտրել եմ ճանաչված լինել այդ ճանապարհով, մի քիչ գուցե ուշ, գուցե չէ, վստահաբար ավելի քիչ հանդիսատեսի կողմից, հեռուստադիտողի կողմից, բայց ավելի արժեքավոր ինձ համար։ Շարունակենք հենց զրույցը թատրոնի շուրջ, ոնց նշեցիք, սերիալները բնականաբար մեծ ու կարճ ժամանակում են այսպես հանրայնություն տալիս մարդուն եւ շատ հաճախ հենց էկրանային կերպարների շնորհիվ մարդիկ նաեւ թատրոն են հաճախում եւ այլն, այլ ձեր դեպքում որոնք են հիմնական այդ շտրթապաճառները, շարժիչ ուժը, որ հանդիսատեսին բերում են ձեր թատրոն եւ ձեր խաղը նայելու։ Ինչ կարծիքներ կամ մեկնաբանություններ եք լսել, որ այս պահին գուցե հիշեք եւ փորձենք այդպես հասկանալ։ Շատ հաճելի է, երբ իմանում եմ, որ օրինակ զանգահարում են թատրոն եւ ասում են Տաթևը խաղում է այսինչ ներկայացման մեջ եւ որ իմանում են այո Տոմս են գնում, դա մեզ համար շատ մեծ գնահատական է եւ այդ պահին մտածում ես, որ իզուր չանցավ այս տարիները եւ սպասում եմ։ Թատերասեր հանդիսատեսն է մեզ այդպիսի, առհասարակ հանդիսատեսն է մեզ դարձնում սիրելի, դարձնում լավ դերասան կամ դարձնում միջա
դրդատակ կամ ոչ այնքան սիրելի։ Ամեն ինչ իր ձեռքերում է իրականում եւ ամեն երեկո, երբ բարակույրը բացվում է, դու պետք է ապացուցես, որ արժանի ես այդ սիրուն եւ այդ կոչմանը։ Այդպես չի, որ դե լավ, արդեն ինձ սիրում են, ինչ էլ անեմ, չէ, մեկ երեկոյում կարող է ամեն ինչ քո տարիների աշխատանքը, որը դու դժվարությամբ, փշոտ ու տատասկոտ ճանապարհ անցնելով հասել ես որոշակի ճանաչման կամ սիրո հանդիսատեսի կողմից, առավել եւս դու իրավունք չունես այդ սերը տենց ուղակի օգտագործել եւ թողնել փշրել անցնել մի կողմ։ Դե մեկա սիրում են, չէ, կդադարեն հենց նույն օրը, հենց նույն երեկո եւ քեզ այնքան դաժան կպատժեն հետո այդ նույն սիրողները իրենց չսերը տալով կամ հիասթափությունն արտահայտելով։ Դրա համար ամեն երեկոն պատասխանատու է, երբ բարակույրը բացվում է։ Եթե արժանացել ես այդ սիրուն, ուրեմն պարտավոր ես պահել դա։ Էլ չասեմ, որ պիտի ավելացնես ամեն ներկայացում։ Ինձ համար, եթե նույնատիպ լինեն դերակատարումները մի ներկայացումից դեպի մյուս, այս դերը լավ խաղացիր, հետո այդ նույն լավ խաղալով նույն ձևով տանես հաջորդ դերակատարումը, էլ այդքան լավը չի լինի, էլ հետաքրքիր չի լինի։ Կասեն, այսպես արդեն տեսել եմ իրան, նորից նույնը տեսնեմ, հետաքրքիր չի։ Հանդիսատեսը հատկապես երբ որոշում է, որ սա իր սիրելի դերասանն է ու գալիս է նոր դերում իրեն տեսնելու, ինքը նոր բան է ուզում տեսնել, սպասելիքն այդպիսին է։ Եվ ասեմ, որ հայ հանդիսատեսը բավական խիստ է, հեշտ չի սիրում, հեշտ չի տալիս իր ծափահարությունները։ Իսկապես դա այդպես է, նույնիսկ մեր մարզերում մենք շատ հաճախ գնում ենք հյուրախաղերով, լինում ենք շատ հաճախ ներկայացումներ եւ դժվար է գոհացնելը։ Արտերկրում, իսկ մենք շատ ենք լինում նաեւ արտերկրում, փառատոնների ենք մասնակցում, հայ համայնքի հրավերով ենք լինում դրսերում, գուցե շատ ավելի հեշտ է, որտեղ եթե հայ համայնքն է կարոտած է, սիրում եմ եւ նույնն է Հայաստանից հյուրեր են, ջերմ ընդունելությունն ապահովված է։ Փառատոններին էլ չեմ վախենում ասել, որ ոչ պակաս, այսինքն մենք շատ առաջատար դիրքում է մեր թատրոնը համաշխարհային թատերական աշխարհում պետք է ասեմ եւ գրեթե միշտ շատ ջերմ է լինում ընդունելությունը։ Երբեմն ասում եմ ավելի հեշտ, քան քո իսկ հայրենիքում ու երկրում։ Մերոնք մի քիչ տենց դժվար սիրող են, բայց սիրելուց էլ բավական շատ մեծարում, սիրում եւ երկրպագում են։ Այ ինչ եք զգում ներկայացմանը պատրաստվելուց առաջ, երբ ունեք այդ զգացումը, որ դժվար է գոհացնել հայ հանդիսատեսին կամ այդ միտքը ձեզ ամեն դեպքում ուղեկցում են, որ իրենք հենց այնպես այդ ծափերը չեն շռայլում, դա չի խանգարում ձեզ պատրաստվելու, թե հակառակը ավելի մոտիվացնում է։ Անպայման մոտիվացնում է։ Անպայման, որ դու ունես այդ սերը, դա քեզ թևեր է տալիս։ Համոսահյանն ասում էր, երբ ես Թումանյան կարդացի, Հովհաննես Թումանյան, ես իմ թևերը կոտրվեց, ասացի, էլ ինչ պետք է գրեմ, այս մարդը հանճար է եւ ինքն ամեն ինչ գրել է այլևս, ինչ պետք է գրեմ, որ ինձ էլ սիրեն կամ մեծարեն Թումանյանի չափ։ Հետո ասում էր, այդ նույն Թումանյանն ինձ թևեր էր տալիս, որ պետք է նոր բան անել, պետք է ստեղծագործել։ Հիմա մեր դեպքում էլ այդ նույն հանդիսատեսը, որ սերը տվել է եւ վախեցնող է, արդյոք հաջորդն էլ կսիրի, որովհետեւ ատամները սրած սպասում է, բայց հենց այդ նույն հանդիսատեսն էլ թևեր է տալիս, որ դու ստեղծագործես, որ դու նորովի ներկայանաս ու նորովի քեզ մատուցես հանդիսատեսին։ Պատրաստվելու ընթացքում էլ մտածում ես արդեն ինքը քեզ, ես այդպես եմ օրինակ աշխատելու ընթացքում, երբ մի բան անում եմ, փորձերի ընթացքում ասում եմ, բայց սա ես արել եմ, արդեն տեսել են, այստեղ չեն արձագանքի, այնպես ինչպես ես կուզեմ, իսկ ես նոր արձագանքներ եմ ուզում։ Դրա համար արդեն ոնց որ հանդիսատեսն էլ հետդ աշխատանքի process-ի մեջ լինի արդեն։ Այդպես է։ Իսկ ինչպես եք հայտնվել թատրոնում։ Առաջին մուտքը եւ այդ ցանկությունը երբ առաջացավ լինել բեմում եւ զբաղվել թատերական Ես չեմ հիշում երբ եմ հայտնվել թատրոնում, քանի որ ծնվել եմ դերասանի ընտանիքում եւ բարուրի երեխա էի ու արդեն հայտնվել եմ թատրոնում, կարելի է ասել, ծնվել մեծացել եմ այնտեղ կուլիսներում, բեմում, թատերական աշխարհին ծանոթ ու հենց գիտակից եմ եղել որպես մարդ, միանգամից հասկացել եմ, որ ես կոչված եմ դերասանուհի լինել, սիրել եմ անսահման եւ իմ սերը ոչ մի վարքյան չի պակասել, երբեք չեմ կասկածել, արդյոք ես ճիշտ մասնագիտություն ընտրեցի ու համոզված եմ, որ մեր մասնագիտության մեջ սերը շատ կարևոր է, ինչպես արդեն նշեցի, որովհետև սերն է մղում շատ լավ բաներ անելու, շատ լավ բաներ ստեղծելու ու փոքրուց դա իմ մեջ այսպես սերմանվեց, իդեպ մայրս այնպես չէր, որ դեմ էր, բայց այնպես էլ չէր, որ շատ կողմ էր կամ հրահրում էր, անպայման դարձիր դերասանուհի, բնավ,
ընտրությունը եղել է իմը, պարզապես ես այդ հեքիաթային այդ հրաշալի աշխարհը այնքան էր ինձ գոհացնում եւ այնքան էր ինձ երջանկացնում դեռ մանկուց, եւ մայրս պատանի հանդիսատեսի թատրոնում է աշխատել եւ աշխատում մինչ օրս, իսկ այնտեղ հիմնականում պատանիների եւ երեխաների համար ներկայացումներ էին, այսինքն ես այդ հեքիաթային աշխարհում էի իսկապես։ Ես այդ պալատները բեմի վրա, որ հեքիաթների դեկորներն էին, ես դրա մեջ էի հայտնվում եւ ինձ զգում էի հեքիաթի հերոս, արքայադուստր կամ ինչ որ կախարդական հերոս, ու այդ ամենը ոնց որ այդ հեքիաթը իմ կյանք ներարկվեց ու մինչ օրս դուրս չի եկել, ես միևնույն է հավատում եմ հեքիաթներին եւ իմ կյանքն էլ փորձում եմ այնպես ինչքան որ իմ ձեռքերում է դարձնել հեքիաթային, որպես ինքս էլ վայելեմ այդ հեքիաթը։ Եվ հետաքրքիր է, որ ձեր մարմնավորած կերպարները, նաև ձայնի միջոցով էլի կերպարներ, այդ հեքիաթը շարունակում են տարածել արդեն ձեր միջոցով։ Ճիշտ է, անընդհատ հեքիաթն ինձ ուղեկցում է, երիտասարդ տարիքում էլ նաև հաղորդում էի վարում, որտեղ հեքիաթ էի պատմում։ Անverջ այդպես է, հետաքրքիր է, մանկուց, այո, այդպես պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո արդեն ուսանողական տարիներին առաջին կուրսից հայտնվեցի համազգային թատրոնում, հեքիաթներում էի խաղում, ունեինք նաև մանկական ներկայացումներ, հետո հաղորդում վարեցի, հեքիաթներ էի պատմում եւ մինչ այսօր էլ դասավանդում եմ նաև մանկական ստուդիաներում, որտեղ հեքիաթների միջոցով խաղեր ենք անում երեխաների հետ։ Մի խոսքով, ինչպես մեկ ընկերներս են ասում, դեռ հեքիաթների ես դու հավատում, ասում եմ այո, որովհետև հեքիաթը մեր կյանքն է, մենք ինքներս պիտի հեքիաթային դարձնենք մեր կյանքը, մեր ձեռքերում է ամեն բան։ Իսկ ինչու է հեքիաթը կարևոր մարդու համար։ Հեքիաթը մարդուն երազելու հնարավորություն է տալիս, չէ՞ որ հեքիաթում ամեն ինչ հնարավոր է։ Հեքիաթում հարցեր չեն ծագում, հեքիաթում օրինակ երբեք չենք ասի, ինչպես եղավ, որ բաժակը սկսեց խոսել, չէ՞, օրինակ Գեղեցկուհին եւ հրեշը հեքիաթում։ Երբեք մեր մեջ այդ հարցը չի առաջանում, բայց կյանքում դա լուրջ հարց կլիներ, չէ՞։ Գիտնականներ կսկսեին հետազոտել այս ինչպես եղավ, իսկ հեքիաթում չկա այդ հարցը, ու դա քեզ երջանկացնում է, ու դա քեզ ուրախացնում է, ժպիտ է պարգևում։ Այ եթե այդքան երասկոտել մեր կյանքը կարողանանք ապրել, իսկ ես փորձում եմ այդպես անել, ավելի հեշտ է լինում, ավելի թեթև է լինում եւ ավելի հեքիաթային, այո։ Այնտեղ երազանքները կատարվում են, այնտեղ հարցեր չկան։ Դրա համար էլ սիրում եմ հեքիաթը կյանք բերել։ Իսկ ինչ է սերը ձեզ համար, քանի որ ցանկացած գործում անընդհատ շեշտեցիք, որ կարևոր է սիրելը։ Անպայման, ամեն ինչ, ամեն օրը սեր է, ամեն օրը սիրո կարիք կա, սերը շատ չի լինում, սերը միշտ քիչ է եւ միշտ տեղ ունի, եթե ջրի բաժակը լցվում է եւ էլ տեղ չկա, ապա սերը չունի այդ խնդիրը, ինքը միշտ տեղ կա, միշտ տեղ ունես ավելի սիրելու եւ ավելի սեր ստանալու։ Դրանք ապրելու հիմքն է, ապրելու, ստեղծագործելու, ընկերներ ունենալու, կյանքը շարունակելու, շարունակվելու, ամեն ինչի հիմքում սերն է։ Եվ սերը շատ բարդ ու միևնույն ժամանակ շատ երջանկացնող է, չէ՞։ Մենք պիտի կարողանանք, երբ սիրում ես մեկին, պիտի խնայելու կարողություն ունենաս։ Ինձ համար սերը դա փոխադարձ խնայելն է։ Նույնիսկ ծնողիդ, սիրեցյալիդ, ընկերոջդ, գոլեգայիդ, ուսանողներիդ, եթե չես խնայում, եթե սենց սխալ ես եւ ես մինչեւ վերջ, եթե տեսնում ես, որ դիմացինդ էլ քեզ չի խնայում, հասկանում ես, որ սեր չկա եւ այդտեղ պետք է հեռանալ իրարից։ Նույնիսկ եթե դա ընկերդ է, նույնիսկ եթե դա շատ թանկ ու կարևոր մարդ էր քո կյանքում կամ աշխատանքը անում ես ու տեսնում ես, որ այնտեղ սիրով չի, լավ բան չի ծնվում, ավելի լավ է հեռանալ։ Ես մի քանի իմ աշխատավայրերից, ինչպես նաև մարդկանցից հեռացել եմ, ոչ թե որ աշխատավայրը վատն էր կամ մարդիկ վատն էին, ես լավն էի, իրենք չար էին, ես բարի, բնավ, այլ պարզապես ես այնտեղ անելու բան չունեի, որովհետև սեր չէի տալիս ու չէի ստանում։ Միայն այն տեղերում եմ, որտեղ սեր եմ տալիս ու ստանում։ Օրինակ համազգային թատրոնը ինձ համար աշխարհի ամենալավ թատրոնն է, աշխարհի ամենալավ աշխատավայրն է, եթե այդպես կոչեմ, որովհետև սերը հորդում է այնտեղ, ինձնից դեպի այնտեղ, այնտեղից դեպի ինձ։ Դրա համար մեր միասնությունից լավ բաներ են ծնվում։ Հանձինս դերեր, լավ ներկայացումներ, լավ բարի գործեր։ Եկեք գանք մի փոքր դերերին, թատրոնի որ կերպարներն են եղել ձեր ամենասիրելի կերպարները, որ մարմնավորել եք ու էլի կմարմնավորեք։ Ես յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս ինքը դառնում է այդ ժամանակ իմ ամենասիրելին։
Եթե այդպես չլինի, չեմ աշխատի, չեմ կարող քայլել իր հետ։ Կենտրոնացում Այո, իր վրա այս պահին ինչ նոր դեր եմ փորձում, դա իմ ամենասիրելին է։ Ու թվում է թե ամբողջ կյանքում սпасել եմ այդ դերին, բայց ասենք գուցե դա համաշխարհային դրամատուրգիայում չկա էլ այդ կերպարը։ Վերջերս իմ թարմ դերերից մեկը Մորիս Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը ներկայացման մեջ Վիրժինի կերպարն է, որը կերպարը չեմ մարմնավորում, կերպարի տիկնիկն եմ մարմնավորում եւ տիկնիկ եմ խաղում։ Համաշխարհային դրամատուրգիայում չկա այդպիսի կերպար, բայց դա իմ ամենասիրելին է այս պահին, որովհետեւ թարմը դա է, նորը դա է։ Կարծես թե ամբողջ կյանքում սпасել է այդ դերը մարմնավորել։ Իրականում բավական բարդ էր եւ երևի երկարամյա կարիերայում այս տեսակ բարդության դեր չէի ունեցել, քանի որ սահմանափակ են շարժումներդ, հայացքդ, խոսքդ ընդհանրապես չկա, դու շարժվում ես եւ յետևում իմ տիկնիկավարը, իմ գործընկերուհին Արմինե Անդրեասյանը խոսում է իմ փոխարեն, այսինքն երկուսով մեկ դարձած ենք լինում, բավական բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր փորձառություններ, որ մեր թատրոնի դերասանները անցան եւ ըստ հանդիսատեսի եւ պրոֆեսիոնալների կարծիքի բավական հաջողվեց այդ ներկայացումն ու մեր դերակատարումները։ Այս պահին դա ամենասիրելին է, քանի որ վերջինն է։ Շուտով նոր դերեր արխիվում կամ պլաններ մի քանի նոր դերակատարումներ ունենալու, դրանք կդառնան իմ ամենասիրելին։ Իսկ ամեն երեկո նույնիսկ երբ խաղում եմ տարիներով խաղացված ներկայացում, ունենք նաև բավական հին ներկայացումներ, որ դեռ մեր խաղացանկում են ու խաղում եմ սիրով։ Պարտավոր եմ, դա իմ աշխատանքն է։ Չէ որ երբ որ բժիշկը գնում է վիրահատություն անելու, չի մտածում այդ մարդուն սիրում է, որ վիրահատում է, թե չէ, կամ հիմա այսօր հավես ունի, այսօր իրան հետաքրքիր է վիրահատում, չէ, ինքը կյանք է փրկում։ Ես էլ եմ այդ լրջությամբ իմ աշխատանքին մոտենում, կյանք փրկելու լրջությամբ ես դերերս եմ խաղում։ Իսկ լինում են դեպքեր, երբ չունեք տրամադրություն, վստահ եմ եղել են կամ ինչ որ անհաջող օր է եղել, բայց դուք պիտի բարձրանաք բեմ։ Ու այդ ժամանակ ինչն է ձեզ օգնում, ոնց եք կարողանում կերպարանափոխվել, անձնականը թողնելով մի կողմ ու բեմում դառնալով լիարժեք կերպարը, որին պիտի դիտեն։ Անպայման լինում են այդ տեսակ օրեր, քանի որ մարդ ենք եւ ունենք մեր հազար տեսակի զգացմունքներն ու զգացումները այդ պահին։ Ինչ եմ ասում, որտեվ մեր աշխատանքում այլ ոլորտներում հնարավոր է, ուղղակի չէ։ Հա, ես էլ, այո, ես միշտ ասում եմ, բանկի աշխատողը կարող է շատ անտրամադիր է թղթերը տպի ու տա եւ դու չզգաս, որ նա տրամադրություն չուներ, որտեվ դա չի անդրադառնում քեզ վրա։ Իսկ ես դրա իրավունքը չունեմ։ Հանդիսատեսը երբ նստած է 235 հոգի, մեր դահլիճը այդքան է, նստած տոմս են առել, գումար են ծախսել, եկել են նստել են ուզում են ինձ նայեն։ Ես իրավունք չունեմ իրենց, գիտեք ինչ, ես մեկ-մեկ որ ուսանողներս հետ աշխատելիս ասում են, հա, անկետա, թե ուղղակի այսօր տրամադրություն չունեմ, էլի կլինի, ես չկարդամ կամ մի քիչ որ վատ կարդամ, ասում եմ, հա, այդ դեպքում հանդիսատեսին թղթերի վրա կգրենք, գիտեք, այսօր դերասանը տրամադրություն չունի, մի քիչ մեղմ ընկալեք իրեն։ Դա նույն բանն է, չես կարող, չէ՞, կամ դուրս գանք ներկայացումից առաջ հարգելի հանդիսատես, այսօր Տաթև Ղազարյանը տրամադրություն չունի, իրեն խիստ չդատեք։ Չես կարող։ Խաղ է, իզուր չեն ասում, չէ, դեր եմ խաղում, մեր կյանքը դերասանների խաղ է, մենք մտնում ենք այդ խաղի մեջ, դա ապրեցնում է շատ դաժան հոգսերով օրեր են եղել, դաժան երբեմն, բայց վարակույրը բացվել է եւ օրինակ կոմեդիա ենք խաղացել, սեր ենք խաղացել, դրամա ենք խաղացել, պարտավոր ենք եւ դա էլ մեզ ապրեցրել է։ Հետո ներկայացումը ավարտել է, տեսար, որ բայ ինչ որ թեթևություն է եկել վրատ, այսինքն այդ փոխադարձ սերն է, էլի, որ քիչ առաջ խոսում էի, ինչքան դու ես տալիս, անպայման փոխադարձը ստանում ես։ Մեկ էլ տեսնում ես, որ կյանք թատրոնն էլ քեզ թեթևացրեց, շատ տխուր եւ դաժան օրերից թատրոնը ինձ շատ փրկել է, ինձ ապրեցրել է եւ շարունակում է ապրեցնել։ Չես կարող, իրավունք չունես, եթե դու ընտրել ես այս մասնագիտությունը, եթե դու որոշել ես դառնալ դերասանուհի, դու պետք է գիտակցես, ես անպայման իմ ուսանողներին, դեռևս նույնիսկ ստուդիայում եմ դասավանդում, ստուդիայի երեխեքին էլ 15-16 տարեկան, ասում եմ, լավ մտածեք, եթե մտնելու եք այս ասպարեզ, շատ բաներից պիտի հրաժարվեք, շատ զոհողությունների պիտի գնաք, պիտի հասկանաք, որ ինչերից են հրաժարվում, ինչ զոհողություններ է պահանջում գիտեք, տարատեսակ, օրինակ ամենապրիմիտիվից ասեմ, հա, հանգստյան օր գուցե դու չունենաս։
Ես վերջին անգամ չեմ հիշում, երբ եմ հանգստյան օր ունեցել։ Չես կարող ինչ-որ ուզածդ ժամանակ մեկնել որևէ երկիր պտույտի, որովհետև դու աշխատանքային process-ի մեջ ես։ Քրոջդ հարսանիքին գուցե ներկա չլինես։ Եղբորդ ծննդյանը, քո ծննդյան օրերը իմ ծննդյան օրը համընկնում է իդեպ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ, ի երջանկություն ինձ, եւ ես միշտ այդ օրերին խաղում եմ Հովհաննես Թումանյանի Լորեցի Սակոն ներկայացումը ունենք, կամ Լորեցի Սակոն, կամ Թումանյանի հեքիաթի հիման վրա ունենք ներկայացում, կամ այդ ներկայացումը։ Այսինքն ես արդեն պարզ է, դատապարտված եմ ամեն իմ ծննդյան օրը, ես արդեն 20 տարուց ավելի է չեմ հիշում, որ ես անցկացնեմ այնպես, ինչպես ինքս եմ ուզում կամ որոշում։ Թատրոնում կարող ես երջանկացիր այնտեղ, նշիր քո օրը, քո երեկոն այնպես կազմակերպել թատրոնում։ Այսինքն սրանք թվացial, ասում ես, հա, բան, բայց հետո զգում ես, որ լուրջ զոհողություններ են պահանջում։ Օրինակ, չգիտեմ, մազերդ իրավունք չունես կտրելու, որովհետև դերի համար պետք է որ այսինչ ձև, այսինչ գույն, այսինչ շատ տեսակի զոհողություններ են։ Երբեմն նույնիսկ ճակատագրական են լինում, որ կյանքում պիտի ինչ-որ ուղղություն ընտրես, պիտի հասկանաս որն ես ընտրում, որն է քեզ համար ավելի արժեքավոր, պատրաստ ես արդյոք դրան կամ պատրաստ ես մեկը զիջել, որպեսզի մյուսն ավելի շատ լինի, պատրաստ ես ինչ-որ հոգատարությունից ընտանիքից զրկել հանուն թատրոնի, կամ ուրեմն այստեղ պետք է զիջես, որպեսզի մյուսը կամ երկուսն էլ այնպես հարմարացնես, որ չտուժի։ Առհասարակ պիտի միշտ զգոն լինես ու ճկուն, որ հատկապես եթե մի քանի տեղ ես աշխատում, միևնույն ժամանակ ուզում ես ընկերներիդ հետ, ընտանիքումդ լինել լիարժեք, հնարավոր է, ուզում եմ նշել, որ դա հնարավոր է, չեմ հավատում, որ եթե այն կա, ուրեմն ընտանիքը տուժում է, ընտանիքը երբ կա, թատրոնն է կամ կինոն է տուժում, կամ ընկերներից լրիվ զրկվում ես, որովհետև զբաղված ես, չկա այդպիսի բան, ուզելու մեջ կարողանալ կա։ Եվ այդ ուզելը պետք է միշտ զգոն ու հավես պահես։ Ես ասում եմ, որ մեր մասնագիտության 75-ից 80%-ը հավեսն է, իմ ուսանողներին էլ եմ ասում։ Եթե հավես չունեք, ուրեմն գնացեք զբաղվեք ուրիշ բանով։ Հա, բան գործավարուհի եղեք միտեղ, գործավար եղեք, առաքիչ եղեք, որ հավեսը ոչ մի կապ չունի, գնաք ձեր գործամատնահարդար եղեք, այդտեղ շատ հավես պետք չի, բայց այստեղ պետք է, այստեղ անհրաժեշտ է, առանց դրա մոխրագույն, եթե նույնիսկ դերասանուհի էլ լինես, շատ անհետաքրքիր կլինես, որտեղ փոխադարձ է անպայման թատրոնը շատ դաժան, բեմը շատ դաժան բան ունի։ Մի անգամից քեզ փոխադարձ ապտակ է հասցնում, թե լավ, թե վատ։ Ու այդ մի անգամից տեղում զգում եք, չէ՞։ Անպայման, մի երեկոյի ընթացքում կհասկանաս, որ այս ինչը վրիպում էր եւ գուցե դա լինի ճակատագրական։ Այս շատ կարևոր խնդիր բարձրաձայնեցիք, որովհետեւ շատ հաճախ թատերական աշխարհ, կինոյի աշխարհ մտնող մարդիկ միայն տեսնում են այդ փառքը, հանրայնությունը եւ փայլը, բոլորի իրենց ճանաչելը եւ այլն եւ չեն գիտակցում կամ չգիտեն այն դժվարությունների ու բարդությունների մասին, որոնց առաջ պիտի ինչ-որ պահի կանգնեն։ Այս առումով մեր երիտասարդության մեջ նկատում եք այդ փոփոխությունները կամ այդ գիտակցումը, որ դասավանդման ընթացքում, հա, տեսնում եք իրապես կան, թե ամեն դեպքում առաջին պլանում հանրայնանալն է իրենց։ Գիտեք, շատ երիտասարդ տարիքում, հենց այստեղ գալուց առաջ ստուդիայում դասի էի, տիկնիկային թատրոնին կից ստուդիա է բացվել եւ այնտեղ պատիվ ունեմ դասավանդելու։ Անշուշտ իրենք 15-16 մինչեւ 20 տարեկան երեխեք են եւ ավելի փոքր, անշուշտ իրենց բերել է հանրայնությունը, հանրային լինելը, ճանաչված լինելը, առաջին հաճույքը դա է, հատկապես այդ տարիքում։ Բայց երբ մի քիչ արդեն 1-2 ամիս է իրենք գալիս են, զգում են, ինչ բարդ է, ինչ դժվար ճանապարհ է, բա իրանք մտածում էին, այսօր էի հենց ասում, երեխեք, երբ դուք գալիս եք թատրոն եւ ժամ ու կես, 2 ժամ, ուրախանում եք, ծիծաղում եք, էմոցիա եք ապրում, վերջում էլ ծափահարում եք, ուրախ գնում եք տուն, բայց դուք գիտեք այդ 2 ժամվա ձեր հաճույքի համար մենք ինչքան ենք տանջվել դերասաններս։ Քանի ամիս, մինիմում 2-ից 3 ամիս, օր ու գիշեր աշխատանքներ, տարատեսակ ֆիզիկական եւ հոգեվոր եւ հոգեբանական ծանր ապրումներ ենք ունենում, մինչեւ գալիս ենք հասցնում ենք այդ 2 ժամվա զվարճանքը մատուցում հանդիսատեսին։ Բարդ է, իսկապես բարդ է, բայց ասեմ ձեզ այսօրվա սերունդը ես միշտ գոհ եմ այսօրվա սերունդից, ես արդեն 15 տարուց ավել մանկավարժական ստաժ ունեմ եւ բոլոր ժամանակներում եմ գոհ եղել, որովհետեւ եթե գոհ չլինենք, իսկ ով է իրենց թեբեր տալու։
իսկ մենք էլ իրենց կրթողներից մեկն ենք, ինչպես գոհ չլինենք, նշանակում է գոհ չենք ինքներս մեզնից, եթե ես իմ ուսանողից դժգոհ եմ, առաջին հերթին պիտի մտածեմ, իսկ ես ինչ եմ արել, որ գոհ լինեմ իրենից։ Դա էլ է փոխադարձ սեր, էլի ընթացքում բացատրում եմ նաև այդ սեր ասածս ինչ է։ Դա էլ փոխադարձ սիրո արդյունքն է, որ ես գոհանամ իրենից։ Եվ այո, այսօրվա սերունդը շատ ուժեղ թափով, շատ մեծ նվիրումով եւ նոր բաներ անելու, խենթ բաներ անելու, չվախենալու մի հատ բան կա իրենց մեջ, որը մեր սերնդի մեջ չի եղել, իսկ սա ինձ շատ է ուրախացնում, նետվում են օվկիանոս առանց իմանալու ուր կտանի իրենց, որ կողմ կլողան, բայց նետվում են։ Մենք օրինակ եւ մեզանից ավելի ավակ սերունդը մինչև չէինք ճշտում այս ջրի բարձրությունն, ինչքան է ոտքներս չէինք թրջում։ Իսկ այսօրվա սերունդը ոչ, թրջվում է, գնում է, նետվում է։ Հետո է հասկանում ինչ դժվարություններ եւ ուր կտանի։ Իհարկե, ինչպես բոլոր ժամանակներում այն մյուս ծայրահեղություններ կա, որ ոչ մի կապ չունեն, ընդհանրապես միայն մտածում են, այդ ես էլ հայտնվեմ այդ հեռուստաէկրանից այն կողմ ու վերջ։ Դրա համար ոչինչ չեն անում, չեն կարդում, չեն կրթում իրենց, չեն ճանաչում, ճաշակ չեն ձեռք բերում, անշուշտ կա, ինչպես բոլոր ժամանակներում։ Մայրս էլ է սովորել Թատերական ինստիտուտում, այդ խնդիրը եղել է, քույրս էլ, ես էլ, հիմա քրոջս աղջիկն էլ է սովորում ինստիտուտում եւ նայում եմ իրենց քննությունները, գնում եմ նայում եմ, հիացնում են, բայց անշուշտ այդտեղ էլ կա եւ այն ծայրահեղությունը եւ այս։ Բայց հիմնականում այսօր սերունդը գալիս է կրթվելու արդեն գիտակցումով։ Մեր ժամանակ, օրինակ, մեր կուրսից մեծ մասը սովորելու ընթացքում հասկացավ, որ իրենը չէր այս մասնագիտությունը։ Բայց արդեն բուհ է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն եւ երկրորդ, երրորդ կուրսում պարզեց, թե ես ինչի եկա, ախր ես կապ չունեմ այս ամենի հետ։ Հիմա գրեթե բոլորը, այսինքն տոկոսային հարաբերությամբ 90-95% ուսանողները գալիս են արդեն վստահ լինելով, որ իրենք ուզում են լինել արվեստում, թատրոնում, կինոյում եւ դերասանուհի դառնալ։ Իսկ ինչ է լինում այդ դեպքում, երբ ուսանողը զգում է, որ սխալ է արել, բայց ավարտում է համալսարանը, ուր են գնում այդ մարդիկ, արդյոք շարունակում են թատերական գործունեությամբ զբաղվել, գնում են էկրաններ, գուցե, չգիտեմ, որտեղ են հայտնվում իրենք։ Տեսեք, լինում են դեպքեր, երբ հասկանում է, որ չէ, օրինակ նախորդ կուրսում, երբ ես դասավանդում էի, երկրորդ կուրսից հետո մի ուսանող կար, եկավ ասեց, խնդրում եմ, էլի ինձ անկեղծ ասեք։ Սա իմն է, ես երկրորդ 2 տարի է սովորել եմ, մնացել է 2։ Եվ մենք ես եւ կուրսի ղեկավարը անկեղծորեն ասեցինք, որ ոչ, մեղք ես դու էլ, մենք էլ, քո ռեսուրսները, քո ժամանակը, մեր առողջությունը, ամեն ինչ չի գնում, քոնը չի ասպարեզը։ Եվ դուրս եկավ ինքը։ Զարմացանք ճիշտն ասած, որովհետեւ լինում է այդպես հարցնում են ուղակի եւ շարունակում։ Մարդը դուրս եկավ, թե հետո ինչ արեց, ինչ ասպարեզում հայտնվեց, արդեն չգիտես, բայց հասկացա, որ այո, ավելի լավ է լինել այն ասպարեզում, որտեղ դու կլինես առաջինը, քան միջակություն լինել այնքան, որ արվեստում ընդհանրապես չի կարելի։ Բեռ ես դառնում, հանդիսատեսին ես բեռ դառնում, գոլեգաներիդ ես բեռ դառնում, եթե հաջողում ես իհարկե բեմ բարձրանալ, հա։ Պիտի ժամանակին հասկանաս, ճիշտ տեղում ես դու, ճիշտ ժամանակի մեջ ճիշտ տեղում ես, եթե չի ամոթ չի հեռանալ կեսից։ Բայց լինում են դեպքեր, որ գիտակցելով, որ իրենցը չի, ասում ենք իրենց, որ իրենցը չի, միևնույնն է, սպասում են, ավարտում են, այդ մի դիպլոմի տերը դառնում են, բայց միևնույնն է, եթե քոնը չի, եթե կոչումը դա չի, մի օր վերջանում է դա, մի քիչ շուտ, մի քիչ ուշ անպայման ավարտվում է։ Կամ մնում ես միջակություն, իսկ միջակ լինելը չգիտեմ որքանով է հաճելի։ Այ գիտեք, հենց դրա համար էի հարցնում, ճիշտ է, մենք սերիալներից չխոսեցինք, բայց ցավոք սրտի թատերականի շատ ուսանողներ, հա, շրջանավարտներ գնում են այնտեղ եւ այդ միջակությամբ ստեղծում են միջավայր, որը ավելի շատ խանգարում է տաղանդավոր դերասանին ինքնադրսևորվելու, վերցնում է ամբողջ դաշտը եւ դարձնում է այսպես ոչ հաճելի մի բան եւ ովքեր սիրում են բարձր արվեստ, ովքեր սիրում են իրական խաղ, դադարում են նայել եւ իրենք այո դառնում են վտանգավոր ու թունավոր ճաշակ թելադրող նույնիսկ։ Երբեմն դա ավելի վատ տարբերակում ճաշակ թելադրողներ, այո։ Եվ շատ հաճախ իրենք դուրս են գալիս հենց կրթական հաստատությունից, գուցե այդ չլսելով կամ այդ փառքի հետևից գնալու արդյունքում։ Դա գիտեք արդեն մարդկային խնդիր է, այստեղ ոչ բուհը կապ ունի, ոչ դասախոսները կապ ունեն, ոչ մասնագիտությունն է այդպեսին։ Դա մարդկային տեսակ է, դու ինչ ես նախընտրում։
բավարարում է արդյոք քեզ այդ վիճակը։ Շատ շատերին բավարարում է, շատ շատերը միայն մտածում են գումար եմ աշխատում, ինձ ինչ որ վատ է, ինձ հետաքրքիր չի։ Առաջարկ անողներն ովքեր են, ինչպես են իրենց ընտրում։ Առաջարկ անողներն էլ գիտեք ունեն նաև մեղավորություն, որ հեշտ տարբերակին են գնում։ Օրինակ ավելի տաղանդավոր մարդու հետ, ավելի լուրջ դերասանի հետ մի քիչ դժվար է, որովհետև ինքը զբաղված է, ինքն ունի իր պայմանները թելադրելու, պայմաններ խոսքս միայն գումարային պայմանների մասին չէ, այսինքն ուզում եմ կիրթ խոսքով Դավիթ Հակոբյանը իմ դասախոսը իմ վարպետը նկարահանվում է սերիալներում ու շատ է տանջվում է որովհետև հետ հենց խոսել ենք այդ մասին։ Հա, որովհետև ինքը ասում է այդ ինչ տեսակի խոսքեր է եւ ինքը թողնելով իր բուն գործը այնտեղ որը խաղալն է սկսում է տեքստ շտկել, սկսում է սցենարիստների հետ վեճի մեջ մտնել, այդ նորաթուխ դերասաններին դերասանի վարպետություն ու բեմական խոսք է դասավանդում, բավական լուրջ բեռ ունի իր ուսերին պարոն Հակոբյանը, բայց էլի ապրի ինքը որտեղ ինքը կա, գոնե բոլորը եւ իր հետ խաղացող երիտասարդները եւ վստահ եմ սցենարիստներն ու ռեժիսորները իրեն պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ որ մի չափ փորձում է գեղեցիկ պահել մեր ոսկեղենիկ լեզուն, սցենարական ինչ բաներ մի քիչ ավելի մեղմացնել, չէ սարսափելի բաներ կան մեր սերիալների աշխարհում։ Սոս Սարգսյանը երբ ողջ էր մեր թատրոնի հիմնադիրը եւ նաեւ իմ ուսուցիչը, ես իր կուրսն եմ ավարտել իր ղեկավարած, երբ խոսում էր սերիալների մասին, ասում էր եւ ինքը հետեւում էր իդեպ միշտ հետևում էր տեսներ ինչա կատարվում։ Մեզ էլ ասում էր գնացեք նկարվեք, դուք եթե չնկարվեք, ախր դրա համար էլ գնում են այդ ոչ կրթություն չստացած մարդիկ են նկարվում։ Հետո շատ էր բարկանում, ասում էր այդ ինչ սցենարներ է, էլի, այդ ոնց ասում էր դու այդ որ այսպես ծամածռված խոսում ես, Նյութն էլ կա, որ YouTube-ում նայեք կտեսնեք, ասում են, որ այդպես ծամածռված ում ես այդպես տեսել, հարևանդ այդպիսին է, հարազատդ այդպիսին է, այդպես որ դաժանորեն, չգիտեմ, ծեծում ես կնոջդ, քանի հոգու ես այդպես հայ մարդ ճանաչում։ Հակառակը Սոս Սարգսյանը կողմ էր եւ ջատագովն էր նրա, որ եթե հայի մասին սերիալ ֆիլմ ենք նկարում, հակառակը մի բան էլ ավելի լավ տեսանկյունից ներկայացնենք, իսկ մենք հակառակն ենք անում։ Երբեմն ես էլ դե մասնագիտության բերումով ընկերներս, ուսանողներս խաղում են, նայում եմ ու ասում եմ փոխանակ հային մի բան էլ ավելի լավ, մենք եղացնել վատ, որովհետև այդքան վատ մարդ չկա Հայաստանում, ինչքան մենք սերիալներում տեսնում ենք, այդ ինչ սարսափ, այդ ինչքան հանցագործ կա Հայաստանում, բայց դա այդպես չի, սերիալներով է, ես ամեն դեպքում լավատես եմ եւ ուզում եմ հուսալ, որ դա այդպես չի, նույնիսկ եթե վատ բաներ կան, անշուշտ աշխարհում ամեն տեղ կա, բայց աշխարհը թաքցնում է դա եւ իր ֆիլմերի, թատրոնի, ներկայացումների, արվեստի լեզվով եւ միջոցով աշխարհին ներկայանում է իբրև քաղաքակիրթ, մենք հակառակը։ Մեր սերիալներում հանցագործները լիքին են, անլեզու կանայք են, ճնշված կանայք, չգիտես, ընկճված, տղամարդիկ ծեծում են, դավաճանում են, կանայք խաբում են, ինչ որ անհասկանալի։ Ես գոնե իմ շրջապատում, իսկ իմ շրջապատը այդքան էլ փոքր չէ, տարբեր ասպարեզների մարդիկ են եւ շատ մեծ, գոնե ես այդ տեսակ մարդիկ չեմ ճանաչում իմ շրջապատում։ Եվ ի վերջո, եթե անգամ նման բաներ կան եւ բնականաբար կան եւ պետք է բարձրաձայնել այդ խնդիրները, այստեղ դիտակետի հարց է, հա։ Այո։ Ում ես բերում որպես գլխավոր կերպար։ Այ շատ ճիշտ ասեցիք, որ հարցն է, ասում են մենք դա ներկայացնում ենք իբրև, հա, մենք դա առաջարկում ենք իբրև ինչպես չի կարելի, բայց այդպես չենք ներկայացնում։ Մենք ներկայացնում ենք, որ այսպես է իրավիճակը, ոչ թե դա այնտեղ չափաբաժին քարկոծում ենք, հա։ Մեծամասամբ ամբողջ է։ Այո, այսօր ով է մեր հերոսը, որ ես նայում եմ ով է մեր հերոսը ֆիլմերից եւ այնքան ուրախ եմ որ վերջերս նկարվում է Վազգեն ֆիլմը, Մոնթե ֆիլմը եւ Սասունցի Դավիթ անիմացիոն մուլտֆիլմ արվեց, Փոքր մհեր մուլտֆիլմ է արվում։ Սրանք են մեր հերոսները, չէ՞ որ ասենք մեր հերոսը երբ ասում ես հայ ազգ, ինձ համար Սասունցի Դավիթն է։ Այսօր մենք չունենք Սասունցի Դավիթներ մեր էկրաններում։ Օրինակ մի վախեցիր ֆիլմը հիշում եմ որ ես շատ երիտասարդ եմ եւ դուրս եկավ, բայց մի հատ նոր հերոս հայտնվեց։ Բոլորը սիրում էին Արմաններ կարծեմ հերոսի անունը, Խորեն Լևոնյաններ մարմնավորում։ Այդ տեսակ հերոսի կամ բանը մյուս ֆիլմը Մհեր Մկրտչյանը որ նկարեց
կյանք ու կռիվ։ Այդ տեսեք այդ հերոսին, այդ թող մեր երիտասարդ ծերունդը երեխաները այս տեսակ հերոսներ տեսնեն եւ խոսքը միայն պատերազմ գնացող հերոսի մասին չի, էլի առհասարակ ինչն ենք սիրում կնոջ որ տեսակը որը հավատարիմ է, սпасող է, բայց միևնույն ժամանակ կշիռ ունի, նշանակություն ունի, սիրված է, սիրում է, փոխանակ այս տեսակով ներկայացնենք, դրա համար դա էր գլխավոր պատճառներից մեկն էլ, որ ես ամենամաքսիմումը որ կարող եմ անել ինքս մասնակցություն չունենալ այդ ամենի մեջ եւ այդպես եմ անում, որովհետեւ նաեւ երբ որ ես առավոտյան դասավանդում եմ թատերական ինստիտուտում եւ այսպես խոսում եմ արվեստի բարձր արժեքի կարեւոր բաների մասին, որ ինչն է կարեւոր աշխարհում սերը, չգիտես ինչը բարձր արժեքներից, մեկ էլ հանկարծ երեկոյան այդ նույն ուսանողը միացնի հեռուստացույցը եւ տեսնի ես խաղում եմ մի ծեծ կերած աչքիս տակը կապտած կին, որովհետև ամուսինս կամ ինքս դավաճանել եմ, խաբել եմ, բան կփլուզվի ամեն ինչ։ Իսկ ելում հավատան։ Պատճառներից մեկն էլ դա է, որ ես այդ ամենի մեջ չեմ։ Ու այսպես ինձ ավելի ազնիվ եմ գոնե զգում իմ մասնագիտության մեջ։ Ես փորձում եմ նույնիսկ հնարավոր այն օր ընկերներիցս մեկին էի ասում, գուցե իմ կյանքում երբեմն անազնիվ քայլեր արել եմ իմ անձնական կյանքում, որը միայն ինձ է վնասել կամ օգնել կամ չգիտեմ խանգարել, բայց մասնագիտությանս մեջ մաքսիմալ փորձել եմ եւ փորձում եմ ազնիվ լինել, ինչ որ անում եմ, որտեվ այնտեղից շատ մարդ է կախված դրանից։ Իսկ այստեղ եթե ինչ որ բան էլ խափում եմ կամ անազնիվ եմ լինում երբեմն գոնե համենայն դեպս ավելի երիտասարդ տարիքում, չէ, երբ որ ինչ որ սխալներ ու խենթություններ են կա, դա միայն ինձ եմ վնասել եւ ինձ եմ նեղացրել դրանով։ Բայց մասնագիտության մեջ չունենք իրավունք եւ յուրաքանչյուրը տնտեսագետը, բժիշկը, ուսուցիչը, դերասանը, ինժեները պիտի իրենց կյանքում ինչ ուզում են լինել, բայց աշխատանքում պարտավոր ենք լինել մաքսիմալ ազնիվ եւ կատարել մեր գործը այնքան ինչքան տրված է, ինչքան միտված ես այդ գործը անելու, պիտի կատարես լիարժեք։ Ինչ եք հիշում Սոս Սարգսյանի հետ ձեր զրույցներից կամ դասավանդման տարիներից։ Նախ Սոս Սարգսյանին այնպես չի, որ պիտի հատուկ բան լինի հիշես։ Այ ամեն օր երբ մտնում ենք համազգային թատրոն ու վայելում այդ ամենը, ինքը մեզ հետ ինքն է դա։ Այդ թատրոնը ինքն է, հիմա էլ արդեն ունենք մեր նոր շենքը, վերջապես երկար տարիներ սպասելուց հետո բացվեցին դռները Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի։ Շնորհակալություն։ Միշտ համեցեք, շատ ուրախ ենք եւ գիտեք ու միշտ sense մտածում եմ վերջերս էլի խոսում ենք ինչքան իմաստուն մարդ էր ինքը որպես արվեստագետ, որպես դերասան, արտիստ, ես չի որ պիտի խոսեմ իր մասին, բայց որպես մարդ այնքան իմաստուն էր, որ ինքը որոշեց ժառանգություն թողնել ոչ միայն իր երեխաներին, կնոջը, ընտանիքին, անձնական հարցերով, ինքը ժառանգություն թողեց մի ամբողջ ազգի եւ այդ ժառանգությունը համազգային թատրոնն է։ Ինքը չկուտակեց իր անձի համար, ինքը հիմնեց, ստեղծեց թատրոն եւ Թումանյանի այդ խոսքերը, որ գործն է անմահ լավ իմացեք, որ ապրում է դարերով, դա տիպիկ Սոս Սարգսյանին է վերաբերվում։ Իր գործը ժամանակին մի խենթ մտահղացում եւ Նելի Գուրգեննան իր կինը պատմում է, էլի ինչպես ստեղծեց։ Իրենց տանը մի փոքր սեղանի շուրջ հանկարծ միտք է հղացել, որ ինքը ուզում է թատրոն բացի անհատական։ Այդ մի խենթ մի օրում մի երեկոյի ընթացքում առաջացած մի խենթ միտքը մի ամբողջ ազգի համար մի լավ ժառանգություն դարձավ։ Ամեն օրն էր իր հետ հետաքրքիր, ամեն օրն էր իր հետ կարևոր։ Այն ջերմությունն ու սերը, որ տալիս էր մեզ, մենք վայելում էինք լիարժեք, որտեղ գիտակցում էինք, թե ինչ մեծության կողքին ենք եւ ինքն էլ այնքան շռայլորեն մեզ սիրում էր, իր երեխաների պես չեմ վախենում ասել, ամեն օրյա էր մեր շփումը եւ հանդիպումը եւ տուն գնալ եւ աշխատավայրում վայելք էր։ Իսկ ամենակարևոր խորհուրդը, որ իրենից ստացել եք կամ գուցե ոչ ուղիղ կերպով որն է։ Այ հենց էս, որի մասին խոսեցի, որ ինքը չեղավ անհատ, շատ կան, չէ՞ որ գիտենք շատ լավ դերասան է, այսինչյանը, մեծ դերասան է եղել, իր ժամանակի մեծ դերասան է, բայց այսօր միայն այդքանը գիտենք։ Իսկ Սոս Սարգսյանի ամենամեծ խորհուրդը գոնե որ ես էլ որդեգրել եմ, որ հետոն շարունակվում ես դու, շարունակվում ես քո գործով։
դա ամենամեծ խորհուրդն էր։ Ինքը առհասարակ եւ դրանում էլ էր կայանում իր իմաստունությունը։ Երբեք չէր նստի քեզ դաստար, գիտես, այսպես է թեվավոր խոսքեր ասել, մենք էլ գրի առնեինք, բայց իր ամեն ասած խոսք ուզում է իր գրի առնել, այնքան իմաստուն էր, այնքան մի բառով կարող էր քեզ թևեր տալ իբրև դերասան, որ ասում էր, ինչ ասեց այս մարդը։ Եվ իր ապրելաձևը եւ իր որպես արվեստագետ, որպես քաղաքացի, այսօր իմ դիրքորոշումը որպես քաղաքացի իմ երկրին, դա Սոս Սարգսյանից եմ ժառանգել, որ անտարբեր չես լինում ոչ մի բանի հանդեպ, եթե չես կարող կառուցել, գոնե պիտի չխանգարես, եթե չես կարող շենացնել, գոնե պիտի չխանգարես։ Այս ամեն ինչը հենց իր ապրած տեսակից ենք մենք սովորել ու վերցրել։ Իսկ ինչ տարբերվող ասելիք եւ ձեռագիր ունի համազգային թատրոնը։ Ներկայացում ունեինք Վիլյամ Սարոյանի Փրկության կղզին, պատմվածքի հիման վրա բեմադրված, այնտեղ հենց հերոսներից մեկը մյուսին հարցնում է, բայց ինչով է տարբերվում այս քաղաքը, որ ասում ես, այս քաղաքը լավն է, իսկ ինչով է տարբերվում մյուսից։ Հերոսը պատասխանում էր նրանով, որ այստեղ ես եմ ապրում։ Ու վերջ, դրանով ամեն ինչ ասված էր։ Հիմա ինձ համար համազգայինը տարբերվում է յուրահատուկ բան, որովհետև ես եմ այնտեղ ապրում, որովհետև իմն է։ Ու չեմ կարող բառերով բացատրել ինչն է։ Ես եմ այնտեղ ապրում։ Լավ ձևակերպում էր։ Ինչ եք սովորել ձեր դերերից։ Կա մի միտք, մի կերպար, որը կերտելու ընթացքում հենց ձեզ է օգնել։ Ամեն դերը փորձելիս, ստեղծելիս ես հասկանում եմ, որ վայ, ես ունեմ այս տեսակ բնավորության գծեր։ Նույնիսկ ամենաչարագործ կերպարն էլ խաղալիս, իսկ ես այդ տեսակ կերպարել ունեմ, որ հոգեկան խախտված ու տենց հոգեխանգարում ունեցող մանյակ կին եմ խաղում, բայց նույնիսկ այդ ժամանակ ես հասկանում եմ, որ այս տեսակ բաներ էլ կան մարդու մեջ։ Պարզապես դե բանականությունդ քեզ թույլ չի տալիս դրան տուրք տալ, էլի, թե չէ ամեն ինչ կա մարդու մեջ։ Հանճարից մինչև հանցագործ կա մարդու մեջ։ Կախում ունի որն ես դու ընթացք տալի, որին ես դու ընթացք տալիս։ Յուրաքանչյուր կերպար էլ խաղալիս տեսնում ես, որ վայ, այս իմ բնավորության գծին մոտ է։ Հասկանում ես, քեզ ես բացահայտում, ոչ թե կերպ, քեզ է, վայ, փաստորեն ես էլ այսպիսին էլ կարող եմ լինել։ Ինձ դուր եկավ այս տեսակ լինել, բայց մինչ այդ չգիտեի։ Ամեն տեսակի բան կա մարդու մեջ եւ այդ կերպար մենք էլ մեր այդ գույներից մեկը հանում ենք ու տալիս մեր կերպարին, կերպարից էլ վերցնում, տանում եւ ավելի գունավորում այդ գիծը, որ ունեինք։ Իսկ հակառակը լինում է, այդ որ ասեցիք, տանում եք կերպարից, հետո այդ կերպարի հատկանիշներով շարունակել ապրել կամ անձնական կյանքում, իրական կյանքում կրկնօրինակել կերպարը եւ չկարողանալ այդ դերից դուրս գալ։ Նման դժվարություններ ու փորձություններ պատահում են դերասանին։ Իմ դեպքում ոչ, ասեմ ինչու, որովհետև այնքան շատ է խաղը բեմի վրա, այնքան շատ են իմ կերպարները եւ ես այնքան շատ եմ խաղում ու այդ հաճույքս վայելում, որ մի հատ էլ այդ նույնը վերցնել կյանք բերել, չէ։ Կյանքում երբ վարակույրը փակվում է, ես լրիվ ուրիշ մարդ եմ, վայելում եմ կյանքը իր ուրիշ հաճույքներով եւ ուրիշ գեղեցկությամբ, թե չէ մի հատ էլ նորից այդ դերը հերիք չի 3-4 ամիս խաղում ես, հետո ամեն երեկո խաղում ես, մի հատ էլ հետդ կյանք տանել, բայց իսկ երբ ապրել։ Չէ, աշխատանքը մնում է աշխատավայրում, իհարկե դա մաքսիմալ նվիրումով ու սիրով արված գործ է, բայց երբ ավարտվում է, էլ կյանքում հավես չկա այդ կերպարի հետ լինել։ Եվ ասում եմ էլի իմ ուսանողներին միշտ, որ դերասանները գոնե իմ ճանաչած, հա, հիմնականում քիչ են խաղում կյանքում, քիչ են խափում կյանքում, քիչ են ձևացնում կյանքում։ Գիտեք ինչու, ոչ թե մենք այդքան լավն ենք, չէ, ուղղակի հաճույքը այնտեղ կշտանում ենք, այնտեղ վայելում ենք, մեկը դա էլ է, չէ, հաճույք մի քիչ ձևացնել կամ ստել, երբեմն դա էլ իր հաճույքն է պատճառում, իհարկե ոչ ճակատագրական հարցերում, բայց այդ հաճույքները մենք բեմում սպառում ենք։ Դրա համար կյանքում մնում ենք ամենաիրականը, որ այսպիսի մի բան կա, չէ՞, մեկը մի սուտ բան է ասում կամ մի ձևացրած, ասում ես, դու դերասան չես։ Դա շատ է վիրավորում, որտեվ հենց դերասանը չի անում այդպես։ Դերասանը այդպես անում է բեմում։ Կյանքում էլ դրա ոչ ժամանակը կա, ոչ էլ հավեսը, հաճույքը։ Սպառել ես արդեն։ Դրա համար խորհուրդ եմ տալիս դերասանների հետ ընկերություն անել, սիրել, որտեվ իրենք ամենաազնիվ մարդիկ են իմ կարծիքով։ Լավ խորհուրդ է։ Իսկ ինչպիսին եք դուք թատրոնի կուլիսներում, երբ փակվում է վարակույրը։ Ինչու եմ ծիծաղում, որովհետև մտածեցի, եթե հարցնեիք իմ խաղընկերներին ինչ կասեին խեղճերը,
որովհետև ես չափազանց ակտիվ եմ կուլիսներում, չափազանց, անկախ նրանից ես այդ երեկո դրամա եմ խաղալու, ողբերգություն եմ խաղալու, ծանր դեր եմ խաղալու, թե ինչ, ես շատ ակտիվ եմ կուլիսներում, անընդհատ անդադար խոսում եմ, անդադար ծիծաղում եմ, երգում եմ, բարձր գոռում եմ, ինչ որ էներգիա ունեմ, որը իմ խաղընկերները երբեմն արդեն սենց գժվում են, էլի, այդ խաղից առաջ թե հետո։ Խաղից առաջ, բայց հետո էլ լիցքավորվում եմ ներկայացումից նորից նույն էներգիան ունենում եմ, այնպես որ այդ հարցն էլ կխնդրեմ իմ գոլեգաներին տակ, ինձ էլ է հետաքրքիր, թե ինչպիսին եմ ես կուլիսներում։ Հետաքրքիր է, շատ լավ։ Տաթև շատ շնորհակալ եմ, բազմազան ու հետաքրքիր զրույց ստացվեց։ Կուզեմ վերջում մի փոքր խաղանք, ավանդական այսպես բան ունենք ամփոփիչ ձևաչափ, ասեք 3 պատմություն ձեր մասին, 2-ը ճիշտ եւ մեկը սուտ, եւ մեզ դիտող լսողները փորձեն գուշակել, որն է սուտ պատմությունը։ Վերջում մենք արդեն կադրից դուրս հատվածներ կնկարենք եւ ովքեր ամսական բաժանորդագրությամբ աջակցում են մեր ոդքասթին, իրենց արդեն կուղարկենք կադրից դուրս հատվածները, մյուսներն էլ հնարավորություն կտանք մեկնաբանություններում գրելու թե որն էր իրենց կարծիքով սուտ պատմությունը։ Ահա։ Ով ինձ ճանաչում է, գուցե գիտի այս պատմությունները, բայց ով որ չի ճանաչում, կմտածի որն է ճիշտ, որը սխալ։ Ես մի անգամ ուրեմն տղայի դեր եմ խաղացել, ինքս լինելով 28 տարեկան հասուն տարիքում, խաղացել եմ 12 տարեկան տղայի դեր։ Հիմա ով ինձ ճանաչում է, կիմանա սա ճիշտ պատմություն է, թե ճիշտ պատմություն չէ, բայց հեռուստադիտողները չգիտեմ ինչ կընկալեն 28 տարեկանում։ Մի անգամ ուրեմն շատ խորն եմ լողացել, օվկիանոսում էինք, Ամերիկայում ենք եւ բավական խորը գնացի եւ այնտեղից տենց շատ դժվարությամբ հետ եկա։ Եվ մի պատմություն էլ կասեմ, որ ես այս տեսակ սովորություն ունեմ, շատ եմ սիրում քնած մարդուն քնից արթնացնել։ Սիրում եմ տենց տանջելով իրեն արթնացնել եւ այդ թիրախը հիմնականում լինում է քրոջս աղջիկը, ինքը իմ կյանքի ամենալուսավոր եւ երջանիկ կետերից մեկն է եւ շատ հաճախ եմ մեր տանը պահում չեմ թողնում գնա իրենց տուն եւ բայց տանջում եմ, ինքը արդեն հաշտվել է այդ մտքի հետ, որ ես առավոտյան գուցե ջրեմ իրեն, ջրելով արթնացնեմ, գուցե շատ բարձր երգելով արթնացնեմ, գուցե ինչ որ վիդեոյով նկարեմ, ուղարկեմ ինչ որտեղ։ Մի խոսքով այս 3 պատմությունները իմ մասին, նաեւ չգիտեմ հիմա ոնց կասեմ որն է ճիշտ եւ որն է սխալ ու նաեւ ունեմ մի տեսակ ոչ թե հոբի, այլ ինձ վերջերս փորձում եմ արդեն այն ասպարեզում, որ դերասանուհի լինելուց բացի շատ սիրում եմ զբաղվել կազմակերպչական գործերով ու թատրոնում նաեւ վերջերս այդ գծի վրա եմ, այսպես ասած, ու կազմակերպչական լուրջ աշխատանքներ եմ վարում, հյուրախաղեր եմ կազմակերպում թատրոնի, ինքս ինձ վրա վերցնելով այդ պատասխանատվությունը եւ պիտի ասեմ, որ հաջողել եմ մի քանի անգամ ու ինձ սկսել է դուր գալ, նույնիսկ այնքան, որ մտածում եմ կարող եմ մի օր թողնեմ դերասանությունը լրիվ եւ զբաղվեմ կազմակերպչական գործերով։ Այսա սրա մասին կմտածենք։ Շատ լավ, մենք անպայման կադրից դուրս կզրուցենք, ես կկիսվեմ իմ կարծիքով, դուք կասեք, որներ սուտ, որոնք ճիշտ։ Շնորհակալ եմ Տաթև, իսկապես վայելեցի մեր զրույցը։ Ես եմ շնորհակալ գալվելու համար։ Ես եմ շնորհակալ հազվադեպ եզակի ինքս շատ երևի նկատած կլինեք, շատ էլ հարցազրույցներ տալ չեմ սիրում եւ շատ հաճախ հրաժարվում եմ գնալ եւ խոսել իմ մասին, որովհետեւ սիրում եմ իմ մասին խոսել բեմից։ Դրանից դուրս չեմ սիրում, բայց սա այն դեպքն էր, երբ ամեն ինչ շատ իմ սրտով էր։ Շնորհակալ եմ։ Սիրով։